Ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով, Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի հերթական դեպքն է արձանագրվել։ Քաղաքացիները պնդում են, Վեոլյան թունավոր ջուր է մատակարարում, Բյուրեղավանի համայնքապետարանն էլ հորդորում է զերծ մնալ ջրօգտագործումից կամ այն օգտագործել եռացնելուց հետո։ Ինչ վիճակում են այժմ գտնվում Բյուրեղավան համայնքի բնակիչները։ Այս մասին Պանորամայ-ը զրուցեց Բյուրեղավանի համայնքապետարանի մամլո խոսնակ Մերի Կարապետյանի հետ։ Ժողովրդի մեջ խոսակցություններ են պտտվում, որ ջուրն է հիմնականում պատճառը, բայց դեռ հստակ տեղեկատվություն կամ հետազոտությունների արդյունքը չկա։ Արդյոք ջուրն է պատճառը։ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնից դեռ մենք արդյունքները չունենք, դա կարծում եմ պարզ կլինի երկուշաբթի օրը։ Ուրեմն 12 կանչ է եղել, որից 5-ը հոսպիտալացվել են, ստացիոնար բուժում են ստանում Աբովյանի բժշկական կենտրոնում ինֆեկցիոն բաժանմունքում։ Միջին ծանրության է իրանց վիճակը, Բյուրեղավան, Արզնի, Նուռնուս բնակավայրերում են։ Նուռնուսից է այդ ջուրը գալիս, եթե ասում են, ասենք ջուրն է պատճառը, բայց դեռ հստակ տվյալ չկա։ Իսկ նախորդ թիվել են, կրկնվել նմանատիպ դեպքեր, ինչ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ապրիլ ամսվա վերջին թունավորում էլի այդպես աղիքային ցուպիկ տարածվել կրկին Բյուրեղավան համայնքում։ Վիոլա ջուրը հաստատեց, որ ջուրը չի պատճառը, բայց սկզբում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը սկզբում ասեց, որ վիոլա ջուրն է պատճառը, հետո հերքեց։ Վիոլա ջուրը չի պատճառը, այդպես հստակ չեմ կարող ասել հիմա վիոլա ջուրն է ճիշտ, թե տվյալ մարմինը։ Պանորամայ-ի մի հարցադրմանն էլ թե քաղաքացիները բողոքում են, ինչ պետք է անի Վեոլյան, ինչու է նրանց թունավոր ջուր մատակարարում, Վեոլիայից պատասխանեցին։ Մենք մեր հայտարարության մեջ արդեն ասել ենք, որ մենք որակին համապատասխան խմելու ջուր ենք տալիս առանց որևէ շեղումների, այլ բան չեմ կարող ավելացնել։ Մենք թունավոր ջուր որևէ մեկին երբևէ չենք մատակարարել։ Այսպիսով, մինչ Բյուրեղավանում մարդիկ շարունակում են դիմել բժիշկներին նույն ախտանիշներով, գլխավոր հարցը մնում է անպատասխան, որտեղից է սկսվել վարակի շղթան։ Պաշտոնական եզրակացություն դեռևս չկա, սակայն բնակիչներին հորդորվում է ջուրը խմել միայն եռացնելուց հետո։ Քնարիկ Սահակյան, Պանորամայ։